Հայաստանում շարունակաբար գործող դատաիրավական մաֆիան արդեն կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ եւ ես առերեսվում եմ այս փաստի հետ։ Ես հասկանում եմ դուք կասեք եւ ես հասկանում եմ իշխանությունների բաժանման սկզբունքը եւ դրա կարեւորությունը։ Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի եւ ընդունելի լինի ժողովրդին։ Ես հասկանում եմ դուք կարող եք ասել, որ ես արդեն 8 տարի վարչապետ եմ, ինչու մինչև այժմ լուծված չէ այս խնդիրը։ Ես հստակ ասում եմ դրա համար առանցքային պատճառներից մեկը Հայաստանում ժողովրդի կողմից չընդունված սահմանադրությունն է, որը առաջին հերթին մի քանի պատճանի տակ բոլոր հնարավոր ձևերով պաշտպանության տակ է առնում սովորական, քաղաքացիական, օլիգարխիական եւ դատական մաֆիաները։ Ժողովուրդ ջան, ես էլի ասում եմ, այս հրապարակից ես 2018 թվականի մայիսի 8-ին մտել եմ այն աշխատասենյակ եւ մայիսի 9-ից մինչեւ օրս ամեն օր առանց մի միլիմետր նահանջելու անցնելով դժոխքի, կովիդի, պատերազմի միջով ամեն օր ես կռիվ եմ տվել պայմանական ասած, չնայած ոչ այնքան պայմանական, Հայաստանը տասնամյակներով համակած 23 գլխանի մաֆիայի հետ։ Այս 8 տարիների ընթացքում ես հետևողականորեն եւ աննահանջ կտրել եմ այդ մաֆիայի 20 գլուխները եւ ահա եկել է այդ մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը։